Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, մինչև ելույթիս անդրադառնալը ցանկանում եմ նախ շնորհակալություն հայտնել վերջին օրերի ընթացքում իմ հասցեին արված լավ եւ վատ մեկնաբանությունների համար եւ ուզում եմ անդրադառնալ այս դահլիճում տիրող կոգնիտիվ դիսոնանսին, երբ հատկապես այս թևից բարբերաբար հնչում էր կանացի սոլիդարության մասին եւ այսօր տիկին Ծովինար Վարդանյանը այստեղ կանգնած ինձ նայում էր եւ ասում, որ ձեզ վարժեցրել, բերել, այստեղ կանգնացրել են։ Գայթակղությունս մեծ է նման ոճով տիկին Վարդանյանին պատասխանելու, բայց ես գիտեմ, թե ինչ է կանացի սոլիդարությունը, այնպես որ անցնեմ ելույթիս։ Շատ խոսվեց այն մասին, որ ես բիզնեսից եմ եկել, բիզնեսը պետության հետ եմ համեմատում եւ այլն, նախ բիզնեսը պետության հետ չեմ համեմատել, խոսքը վերաբերում էր միջազգային վարկանիշային ընկերությունների տրված վարկանիշին եւ համեմատել եմ պետությանը տրված վարկանիշը եւ մասնավոր ընկերությանը տրված վարկանիշը, դրանք պետությունը բիզնեսի հետ համեմատել չեն։ Այո, պետությունը բիզնես չէ եւ ես երբեք նման պնդում չեմ արել եւ դրանք նույնական չեն կարող լինել, բայց արդյունավետ կառավարման եւ մի քանի սկզբունքներ ունիվերսալ են։ Պատասխանատվություն արդյունքի համար, ծախսի արդյունավետություն, ռիսկերի գնահատում եւ հաշվետվողականություն։ Պետության դեպքում դրանց ավելանում է նաեւ ամենակարևորը՝ հանրային շահը։ Այսպիսով, բիզնեսի իմպորտը ես ուզում եմ ներկայացնել ոչ թե որպես պետական կառավարման պատրաստի մոդել, այլ որպես կառավարչական փորձ, որը կարող է օգտակար լինել հանրային վերահսկողության համար։ Եվ այստեղ ես չեմ եկել ապացուցելու, որ գիտեմ Հայաստանի բյուջեի հազարավոր տողերն անգիր կամ նրանց բացվածքը, ես եկել եմ ասելու, որ ընտրվելու դեպքում պատրաստ եմ ապահովել, որ այդ հազարավոր տողերից յուրաքանչյուրի հետևում լինի հիմնավորում, արդյունք եւ պատասխանատու։ Շնորհակալ եմ նաև ամենակոշտ հարցադրումների համար, դրանք ցույց տվեցին, թե որքան բարձր մասնագիտական նշաձող եք դուք ինքներդ սահմանում այս հանձնաժողովի նախագահի համար։ Ես ակնկալում եմ, որ նույն նշաձողը մենք միասին սահմանելու ենք կառավարության բերած բյուջեի յուրաքանչյուր պարտքային որոշման, յուրաքանչյուր միլիարդ դրամի ծախսի դեպքում։ Ֆինանսա-բյուջետային հանձնաժողովի նախագահը ֆինանսների նախարար չէ, նրա գործը կառավարության փոխարեն բյուջե կազմելը չէ, նրա գործը կառավարության կազմած բյուջեն եւ իրականացված ծախսերը վերահսկելն է։ Այո, հանձնաժողովը պետք է կարողանա հարցնել, որտեղից է եկել գումարը, ինչու է այդ ուղղությամբ ծախսվել, ինչ արդյունք է տրվել, ինչ այլընտրանք է եղել, ինչու նախնական պլանավորվածից տարբերվող թիվ ունենք եւ վերջապես արդյոք հարկատուների գումարները արդյունավետ են օգտագործվել։ Շատ խոսվեց կենսաթոշակների բարձրացման մասին եւ մեր դրան տված գնահատականի մասին։ Այո, մենք արդեն բազմիցս արտահայտել ենք մեր դիրքորոշումը կենսաթոշակների բարձրացման վերաբերյալ, նոր գնահատական չեմ կարող տալ, շարունակում եմ պնդել, որ ընտրություններից առաջ դա անելը ոչ այլ ինչ էր, քան այն գնահատականը, ինչ մենք տվել ենք, բայց հիմա այդ հարցին ուզում եմ անդրադառնալ խորհրդարանական վերահսկողության տեսանկյունից, եթե նման մեծ մշտական ծախս է առաջանում, արդյոք խորհրդարանը չպիտի իմանա դրա մասին, օրինակ ինչ ֆինանսավորման աղբյուրից է, ինչ վերաբաշխումներ են կատարվել, ինչի հաշվին է ծախսն ավելացվել, հաջորդ տարիներին ինչպես է այն շարունակվելու։ Այս հարցերը տալը թոշակի բարձրացմանը դեմ լինել չէ, բնավ սա հենց ֆինանսա-բյուջետային վերահսկողությունն է։ Պետական պարտքից շատ խոսվեց, պարտք վերցնելը ինքնին ոչ լավ է, ոչ վատ է, հարցն այն է, թե ինչի համար ենք վերցնում պարտքը եւ ինչ ենք ստանում դրա դիմաց։ Այսօր ուզում եմ խոսել մի քանի թեմայի մասին, որոնց մասնակիորեն անդրադարձել էի եւ իմ ելույթում եւ հարց ու պատասխանի ընթացքում։
Խոսքը մասնավորապես պետական պարտքի ցուցանիշների մասին է։ Հարգելի գործընկերներ, վստահեցնում եմ ձեզ, մենք գիտենք, որ պետական պարտքի հարաբերակցությունը նվազել է։ 2018-ին այդ ցուցանիշը եղել է 56%, 2019-ին 54%, 20-ին բարձրացել է 67, 21-ին 63 եւ միայն 22 թվականից կտրուկ նվազել է հասնելով 49-ի եւ դրանից հետո պահպանվում է մոտավորապես այդ միջակայքում։ Մենք գիտենք նաեւ, որ փոխվել է պետական պարտքի կառուցվածքը։ Եթե 2018-19 թվականների ներքին պարտքի մասնաբաժինը ընդհանուր պետական պարտքի մեջ կազմում էր 20%, ապա այսօր այն հասել է շուրջ 51%-ի։ Բայց այստեղ էլ ամեն ինչ միանշանակ չէ։ Իհարկե, ներքին պարտքը վերադարձնելու տեսանկյունից որոշ առումներով ավելի կառավարելի է, քան արտաքինը, սակայն մյուս կողմից ներքին պարտքը որպես կանոն ավելի թանկ է, քան արտաքին ֆինանսավորումը։ Հետևաբար, այստեղ էլ մենք չենք կարող միանշանակ պնդել, որ ներքին պարտքի մասնաբաժինը մեծացնելը ինքնին ճիշտ կամ լավագույն քաղաքականություններ։ Այստեղ է, որ մենք անում ենք մեր կարևորագույն եզրակացությունը, տնտեսագիտությունը մեկ առանձին թիվ վերցնելու եւ այն լավ կամ վատ գնահատելու մասին չէ, տնտեսագիտությունը պատճառը հետևանքային կապերի, ռեսուրսների արդյունավետ օգտագործման, տնտեսական քաղաքականության իրական ազդեցության մասին է։ Ուստի հարցը պետք է լինի ոչ միայն ինչու է պետական պարտքնա ցուցանիշը նվազել, այլ ինչի արդյունքում է այն նվազել։ Ինչն է թույլ տվել, որ 2022 թվականից հետո մենք կարողանանք էապես մեծացնել ներքին պարտքի մասնաբաժինը պետական պարտքի կառուցվածքում։ Ինչպես ստացվեց, որ Հայաստանի բանկային համակարգը կարողացավ ֆինանսավորել ներքին պարտքի նման ծավալի աճ։ Որտեղից առաջացավ այն ֆինանսական ներհոսքը, որը հնարավորություն տվեց հայկական բանկերին այդքան մեծացնել ներքին պարտքի ֆինանսավորումը։ Եվ այստեղ պատճառահետևանքային կապը իմ համոզմամբ բավականին հստակ է։ Ինչ էլ ասենք, ինչքան էլ փորձենք չնշել, դրա հիմնական պատճառը ռուս-ուկրաինական պատերազմն է եւ դրա հետևանքով Հայաստանի տնտեսություն եկած ֆինանսական հոսքերը։ Քչերն են այսօր հիշում, բայց պատերազմի սկզբում միջազգային կազմակերպությունները եւ Հայաստանի պետական կառույցները կանխատեսում էին Հայաստանի տնտեսության անկում։ Դա շատ լավ արտահայտվեց նաեւ դրամի փոխարժեքի առաջին արձագանքում, պատերազմի առաջին օրերին դոլարի փոխարժեքը հասավ նույնիսկ 520 դրամի։ Սակայն դրանից հետո իրավիճակը կտրուկ փոխվեց։ Սկսեցին մեծ ֆինանսական ներհոսքեր եւ դրամը սկսեց արժևորվել։ Հետևաբար, եթե մենք առաջնորդվում ենք պատճառահետևանքային կապերի տրամաբանությամբ, ապա պետք է ընդունենք, որ թե պետական պարտքնա հարաբերակցության բարելավումը, թե պետական պարտքի կառուցվածքի փոփոխությունը մեծ մասամբ պայմանավորված են արտաքին գործոններով։ Իհարկե, պետական քաղաքականությունը նույնպես ունեցել է իր ազդեցությունը, բայց դրա չափը պետք է գնահատել։ Եվ այստեղ է, որ մենք պետք է խոսենք Հայաստանի տնտեսության իրական խնդիրների մասին։ Մենք ասում ենք, որ Հայաստանի տնտեսությունը դարձել է ավելի ռիսկային։ Ինչու՞։ Որովհետև թե արտահանման աշխարհագրական դիվերսիֆիկացիան, թե արտահանման կառուցվածքը Հայաստանի տնտեսության վերջին տարիներին սկսել է ավելի մեծ կախվածություն ունենալ մեկ ուղղությունից։ Եվ նույնիսկ եթե այդ ուղղության հետ քաղաքական որևէ խնդիր չլիներ, միևնույնն է, մեկ շուկայի, մեկ տարածաշրջանի նկատմամբ նման մեծ կախվածությունը տնտեսական տեսանկյունից ռիսկային է։ Իսկ ինչ կլինի, եթե կառավարությունը վարեր այլ քաղաքականություն։ Եկեք պատկերացնենք մեկ այլ իրավիճակ։ Եթե այս տարիների ընթացքում պարտքը նույն չափով ավելանար ու ելի հասներ մոտավորապես 15 միլիարդ դոլարի, բայց դրա փոխարեն մենք ունենայինք արտահանման էական դիվերսիֆիկացում, նոր շուկաներ, նոր ապրանքներ եւ ավելի բարձր ավելացված արժեքով արտադրություն։
Այդ դեպքում մեր մտահոգությունները կլինեին էապես ավելի փոքր եւ վստահաբար մենք կունենայինք որակապես լրիվ այլ իրավիճակ, բայց ինչ ունենք այսօր։ Ժամանակը սպառվել է Տիկին Մանուկյան։ Մեկ նախադասությամբ ամփոփեք, եթե կուզեք։ Հաստատ այդ ենթադրում եմ մեկ կամ երկու պարբերություն հաջորդելու է ձեր ելույթի տեքստով, դա չեք հասցնի։ Այո, ինչ ունենք այսօրը շարունակենք։ Այսօր Հասել էի վատ բաներին, Հայաստանը իրական ինչպես նախկինում, այնպես էլ այժմ մեծապես շարունակում է մնալ հանքահումքային, չվերամշակված եւ ցածր ավելացված արժեք ունեցող սննդամթերքի արտահանման երկիր։ Թերևս այսքանը։